Շնորհակալություն, պարոն փոխվարչապետ, նախ ուզում եմ ասել, որ ամբողջությամբ կիսում եմ Տիկին Ավանեսյանի մոտեցումները այդ կադրային ավելի լայն բազա ընտրելու տեսանկյունից եւ չսահմանափակվելով միայն մասնագիտական հանրույթից, թեև դա էլ է թույլատրվում։ Եվ մի հարց էս առումով մենք ժամանակին ունեինք կարգավորում, որ բժշկական կենտրոնի տնօրենին թույլատրվում էր որոշ դեպքերում զբաղվել բժշկական գործունեությամբ, եթե չկար համապատասխան մասնագետ, համապատասխան բժշկական կենտրոնում, խոսքը հատկապես մարզային բնակավայրերի մասին է։ Ուզում եմ հասկանալ, այս դեպքում մենք դա թողնում ենք, թե չենք թողնում, ինչու եմ ասում, որտեվ ժամանակին շատ ահազանգեր էին, որ դա չարաշահվում էր տնօրենների կողմից, կարծես վարչական ճնշման միջոցով իրենք անում էին եւ թույլ չէին տալիս այլ բժիշկներ տեղերում անեն վիրահատություններ կամ բուժումներ եւ կարծես թե անհավասար պայմաններ են լինում եւ մինչեւ պատասխանի Տիկին Ավանեսյանը ես ուզում եմ ասել, որ մենք այս ոլորտում իրոք մեծ առաջընթաց ունենք, պարոն փոխվարչապետ, եւ պետության կողմից ուղիղ կապիտալ ներդրումների շնորհիվ, գիտենք, տասնյակ հիվանդանոցներ են հենց հիմա կառուցվում եւ կկառուցվեն, եւ նաեւ հենց այդ նույն կառավարչական լավ հմտությունների շնորհիվ սեփական եկամուտների հաշվին ներդրումների շնորհիվ, որտեղ մենք ունենք նաեւ հիվանդանոցներ, որոնց չենք տվել կապիտալ որևէ ներդրում, բայց իրենք զարգացել են ինքնուրույն, շահույթ ապահովելով, շահաբաժիններ վճարելով եւ մի մասն էլ ներդնելով հենց սեփական կարողությունների զարգացման մեջ, նաեւ օգտագործելով տարբեր նորարարական գործիքներ, լիզինգ, վարկեր եւ այլն, ինչը կարծում եմ նույնպես ընդունել է եւ համեմատելու ընդհանրապես եզր չկան այսօրվա պետական հիմնարկների եւ օրինակ 8 տարվա առաջվա պետական հիմնարկների միջև առողջապահական շնորհակալություն։ Պարոն Թորոսյան, լրացնելով ձեր խոսքը, ես 3 Արմավիրի բժշկական կենտրոնում էի եւ այն ընթացիկ վերանորոգումները եւ սարքավորումներով հագեցումը, որը նաեւ մենք լուսաբանել ենք, իրականացվել է հենց Արմավիրի բժշկական կենտրոնի միջոցներով եւ պետությունն էլ արդեն ներդրում է իրականացնում պոլիկլինիկայի ամբողջական վերանորոգման եւ հագեցման մասով եւ կարծում եմ սա այն լավ ուրեմն սիմբիոզն է, որ եւ բժշկական կենտրոնը իր միջոցներով եւ պետությունը նպաստում են, որ մենք ապահովենք մեր սահմանած ստանդարտներով բժշկական ծառայություններ։ Ինչ վերաբերում է հարցին, մենք թողել ենք բացառություն, դա հոգեբուժական կազմակերպություններն են, որովհետեւ այստեղ մենք ունենք նաեւ հոգեբուժական փորձաքննությունների ուրեմն այդ հանձնաժողովներում ներգրավելու հարց եւ այո, ցավոք սրտի մասնագիտական շատ մեծ դեֆիցիտ ունենք եւ այս պահով բացառություն սահմանել ենք, բայց նաև քաղաքականությունը խոշորացման եւ կառավարման հատվածը ավելի բժշկական մասնագիտական գործունեությունից առանձնացնելու արդյունքում այս խնդիրն էլ չենք ունենա, որովհետեւ այո, մեր փորձառու մասնագետները լինելով բուժ գծով պատասխանատուներ կարողանալու են իրականացնել նաև կլինիկական գործունեություն եւ ըստ էության մենք կնպաստենք, որ այսօր մեր փորձառու բժիշկ մասնագետները կաշկանդված չեն լինի զրկվելու կլինիկական գործունեությունից, բայց նաև գործադիր մարմնի ղեկավարը այլևս կաշկանդված չենք, որ լինի միայն բժիշկ։ Պարոն Թորոսյան, Ալիա կարճ արձագանք եւ մի հավելում էլ անեմ, որ մենք հիշենք սրա մասին, պարոն փոխվարչապետ, շնորհակալություն նախ Տիկին Ավանեսյան, հոգեբուժականի մասով գիտեմ, նույնիսկ գիտեմ, որ կենտրոնի համար է դա հիմնականում նախատեսված, բայց մրցակցային առավելություններից խոսելիս մենք միշտ պետք է հիշենք, որ պետական բժշկական հաստատությունները, բոլոր պետական հիմնարկները իրենց գնումները կատարում են գնումների մասին օրենքի համաձայն, որը իրենց հաճախ դնում է ոչ մրցակցային պայմանների մեջ մասնավորի հետ, այդ պետք է միշտ մտքում ունենանք, որտեղ մասնավորը կարող է արագ ուղիղ ներկրումներ անի դրսից, արագ ձեռքբերումներ անի, իսկ մենք հաճախ ստիպված ենք լինում այդ ամեն ինչ process-ների միջով անցնել եւ նաեւ երբեմն դրանով է պայմանավորված, որ մասնավորը այնուամենայնիվ ավելի արագ է զարգանում, քան պետականը, թեև երկուսն է զարգանում են։